Բարև բոլորին ժողովուրդ ջան, եւ այսօր մենք խաղանք Minecraft։ Minecraft-ում մենք փորձենք կառուցել տուն եւ ցես կտանոցացնեմ իմ քաղաքի հետ, որը ես եմ պատրաստել շատ տարիներ։ Հիմա արդեն կարող ենք մտնել Minecraft եւ արդեն սկսենք մեր աշխատանքները եւ մենք աշխատանքները սկսել կարող ենք ծանոթանալ, քանի որ իմ ալիքը նորաբաց է եւ իմ ալիքը նոր է բացվել եւ իմ ալիքում արդեն ես տեղադրել եմ 4 հատ վիդեո, որից 3-ը նվիրված էր մայրիկներին, գեղեցիկ ծաղիկներին, որոնք նվիրված էին մարտի 8-ին, իսկ մյուս 4-րդ վիդեոն Վազգեն առաջին կատողիկոսի խոսքներ, որը ես արդեն տեղադրեցի վիդեոների շարքում, իսկ այն 3-ը, որը նվիրված էր մայրիկներին, տեղադրեցի Story Edge-ում։ Story Edge հարցակում էլի։ Եկեք հիմա նախքան աշխատանքները սկսել, ես ես ծանոթացնեմ իմ քաղաքի հետ, որպեսզի դուք արդեն պատկերացնում ունենաք, թե ինչ տեսք ունի իմ քաղաքը կամ ինչեր կան իմ քաղաքում։ Սա արդեն իմ քաղաքն է, դա Ղազանչեհոնց եկեղեցին է։ Ղազանչեհոնց եկեղեցին է։ Խնդրում եմ տեսեք։ Սա Ղազանչեհոնց եկեղեցին է, իսկ արդեն այս կողմում, մի րոպե։ Իսկ արդեն այս կողմում այստեղ լավաներ են, ջուր, լավա պատերազմա ջուր, այդպես բան է ստեղծել, բար հորինեցի, էլի։ Այդպես մի բան, այստեղ գտնում է Հայաստանի գլխավոր ստադիոնը, Հրազդան ստադիոն, այդպես ասեմ, Հրազդանը չի, բայց ես իմ պատկերացումով ստեղծել եմ ստադիոն, բայց քանի որ Հայաստանում կա բազմաթիվ ստադիոններ, Հանրապետականի ստադիոնը եւ Հրազդան ստադիոնը, բայց ամենամեծը Հրազդանի ստադիոնն է, ես սրան անունը կոչեցի Հրազդանի ստադիոն։ Իսկ այն կողքի ստադիոնը Հայաստանի Հայաստանի թիմում խաղացող ֆուտբոլիստների համար է նախատեսված, որտեղ նրանք կարող են մարզանքներ անել, որպեսզի նախապատրաստեն արդեն այստեղ կայացող ֆուտբոլը։ Հիմա կասեք, թե ինչու է այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, ասեմ, քանի որ այստեղ երբ որ այս մարզադաշտից կառուցեցի, այստեղ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլային խաղը, որը ավարտվեց նրանց 0-0 հաշվով, այսինքն խաղը ավարտվեց նիչա։ Այստեղ էլ գրած է 0-0։ 0-0։ Այսպես ավարտվեց խաղը եւ դա շատ լավ է։ Շատ լավ է, որ ոչ ոքի ավարտվեց։ Իշտեք լավ կլիներ հաղթեցինք, բայց սա էլ է լավ, որ ոչ ոքի։ Հիմա ձեզ սա արդեն տիտանիկ նավն է, որ ես փորձում էի պատրաստել, բայց չստացվեց։ Չնայած ոչ թե չստացվեց, այլ էլ հավես չկար կառուցելու, այդպես ճիշտ խոսենք։ Բայց ինձ թվում է, եթե դուք այս վիդեոյի տակ շատ լայքեր հավաքեք, կամ այս վիդեոից հետո դուրս եկեք շատ հետագա վիդեոների տակ շատ լայքեր հավաքեք, մենք կփորձենք կառուցել այս տիտանիկ նավը մի քանի օրվա։ Մի վիդեոյի չէ, բայց մի 2 վիդեոյի հաստատ կարողանանք կառուցել։ Սա արդեն Մայր Հայաստանի արձանն է, որը փորձել եմ մանրակրկիտ կառուցել, ինչպես իրականն էր։ Մայր Հայաստանի արձան կա 2 հատ, մեկը Գյումրիում, մեկը Երևանում, բայց ես հիմնականում կառուցել եմ Երևանի, սակայն ինչու կառուցենք։ Մեկը եթե կա 2-ը, այդպես ասեմ։ Սա իմ տունն է։ Սա իմ տունն է, որը ես երբ որ Minecraft-ը նոր էի քաշել, այդ ժամանակ բան արեցի, պատրաստեցի այս տունը, որպեսզի այստեղ էի ապրում եւ այստեղ էլ արդեն իմ կենդանիների որը կայծակի հետևանքով այստեղ լիքը սորեններ կար, փայտեր, կայծակի հետևանքով ավիվեց, բայց ներսին էլ բան եղել, բայց քանի որ ներսը բամբակից չէր, ներսին բան չեղավ, իսկ սա այս բամբակից
կրիշը ես փորձեցի կառուցել ճիշտ է կրիշը բամբակից չի կարող լինել բայց սա Minecraft-ն է ոչ թե իրական կյանք այստեղ կենդանիները տարբեր տեղերում են գտնում կովերը առանձին խոզերը առանձին ուլիկները առանձին ելիշ կենդանիները նապաստակները առանձին բայց այստեղ սրանք էլ կայծակի հետևանքով այդ պարիսպներն էլ էր ցողունից և փայտից և նրանք էլ պաժար ընկան և վերացին և արդեն կենդանիները խառնվեցին իրար ու ես էլ չկարողացա այս կենդանիների մեջ նրանց հանդարտեցնել բայց եթե շատ լայքեր հավաքեք մենք փորձենք հանդարտեցնել կենդանիներին մենք փորձենք հանդարտեցնել կենդանիներին հիմա դուրս եկանք արդեն ես կստանեմ և ձեզ կծանոթացնեմ մեր գլխավոր քաղաքի հետ Այսօր փորձում էի պատրաստել Սասունցի Դավիթ կայարանը, սակայն մի քանի անգամ փորձեցի, այդպես լավ չստացվեց, բայց հույսով եմ ինչ-որ կերպ նման է։ Հենած դեռ ես կարնեմ պատրաստել, բայց դեռ։ Իդեպ ասեմ, որ մենք սահմանը ունենք, որտեղ պատերազմներ էին ընթանում, և մենք կրկին հաղթեցինք։ Այս ամենիշն էլ է պատերազմի հետևանքով եղել բայց սակայն մենք հաղթեցինք երկի մենք միշտ ենք հաղթել իդեպ ասեմ որ իմ ալիքում դուրս է գալու սերիալ որը նկարահանվելու է այս տարածքում սա գյուղ է որտեղ կա շատ ծառեր ոնց որ այսպես ասեմ ճիշտ է այդպես բառ չկա ինձնից բառ եմ հորինում բայց գյուղանտառ Գյուղ անտառի մեջ, այդպես ասեմ։ Այստեղ ծառեր են, ճիշտ է, այստեղ մարդ չի ապրում, բայց իմ սերիալում, որ ես պատրաստելու եմ, ապրելու են 3 ընկեր։ Մի փոքր ծանոթացնում ձեզ սերիալի հետ, վերնագիրը ճիշտ է։ Արդեն իսկ նկարահայեցիք վերնագիրը։ Սերիալը հիմնականում լինելու է 3 ընկերների մասին, որոնք ապրելու են այս գյուղում, նրանք գնալու են որսի կենդանիներ են լինելու, հարձակվելու են նրանց վրա, այդտեղ էլի շատ բաներ են լինելու, սակայն չեմ ուզում փակագծերը բացել։ Ես ասեցի արդեն ինչի մասին է լինելու, դուք արդեն ինձ թվում է պատկերացում կազմեցիք, եկանք աշխարհից դուրս։ Լավայի մեջ, լավա։ Դες փակենք։ Արդեն պատկերացում կազմեցիք։ Իդեպ մի քիչ ծանոթացնեմ, թե իմ ալիքում հեչի վիդեոներ են դուրս գալու։ Իմ ալիքում դուրս են գալու շատ տարբեր տեսակի վիդեոներ։ Իմ ալիքում դուրս չեն գալու ընդամենը 1 կամ մի քանի վիդեոներ, իմ ալիքում դուրս են գալու տարբեր տեսակի վիդեոներ, որոնցից մեկն էլ լինելու է հենց Minecraft-ը։ Սա մեր տոնական հրապարակն է, որտեղ ամանորին մենք նշում ենք այստեղ Ամանոր նշում ենք մենք այստեղ։ Իդեպ հիշեցնեմ, որ մեր քաղաքում մի քանի ընտրություններ են եւ ես իմ տեխնոլոգիությունը դրել եմ։ Եվ հետագա վիդեոներում արդեն կցուցադրեմ, թե ինչեր ենք անում մենք այդ ընտրությունների ժամանակ, բայց ամեն ինչ հերթով։ Ճիշտ է, ես եմ սարքել այս քաղաքը, այս ամեն ինչը, սակայն ես եղել եմ ընտրություններ Եվ միայն ես տեխնոլոգիաս չեմ դնում։ Իդեպ ասեմ, որ այս